երկու հատ Ղարաբաղցի տավարի ջուր, մեկը ոստիկանության բարձրաստիճան սպա նախկինում, եթե չեմ սխալվում, դրա դեմքը ծանոթ է։ Ես աննկարնել անմազգավներ կհրապարակեմ։ Մյուսը Իրանից դեռևս ոչ մի բան չներկայացնող իբր թե անասնաբուժ։ Ես չգիտեմ, եթե անասնաբուժա հիա իմ մոտ տպավորություն, որ հենց անասնաբուժի կարիք ունի ինքը։ Նույն ինքը Աշոտ Հայրյանը, Ստեփանակերտի այս կերպարը, արմատներով ինչ որ սզնեք, հա գյուղից ասին, թե չէ սզնեքի կողքի գյուղն է, վերջ կապ չունի։ Այս կերպարն է, հեսա կանդրադառն է։ Իսկ ոստիկանության նախկին թե ներկայում էր սպայա դժվար, բայց սրա պատկերներ պետք է տենակ, Վազգենը, Զաքարյան, Խաչալ, քիթ ջարդած դեղերով։ Եթե չեմ սխալվում, ինքը զենքերի, այսինքն այն Արուժեիկայի հետն է եղել Ստեփանակերտի ներքին գործերի նախարարության։ Եթե սխալ եմ հիշում, կարող եք հուշել ճանաչողները, արցախցիներ ովքեր կաք, ովքեր ճանաչում եք։ Ուրեմն առաջի անբարոյականի զավակը Աշոտ Հայրյան կոչեցյալը գրել է Գևորգը 3 տարանոց քֆուրներ ես իրաց չեմ կրկնի, բայց դե պատկերացրեք, սենցի տղա է, եթե չգիտեք իմացեք, տվյալ ոչ մի բանությունը քաչալ քիթը ճմրթած ոստիկանության ոչ մի բանը, ես գիտեմ, որ լինում են մենթեր եւ լինում են ոստիկաններ։ Ես ունեմ նույնիսկ ծանոթ ոստիկաններ, բարձրաստիճան, իրանից էլ բարձր նույնիսկ, որ իրանք իմ հետ հարգանքով եւ կապի մեջ, ես իրանց հանդեպ հարգանք իրանք իմ հետ։ Ստեփանակերտցի, Ղարաբաղցի, այդ նույն ոստիկաններն են Ղարաբաղցի, այս քիթը ճմրթած Վազգեններ։ Հիմա ես որ նկարները անունները չեմ հրապարակում, абսուրդ էլ կլներ, եթե ես Արցախում խելքը գլխին ոստիկաններին, որ սրանից էլ պաշտոնով բարձր են, խելքով դել բարձավոր հայմատելու չի, ես այդ մարդկանց հետ կապ ունեմ ամոթ կլինի եւ ծիծաղելու կլինի, որ ես հրապարակեմ, ասեմ, ես ինչ աֆիցերները ոստիկանության, ես ինչ գեներալների հետ օրինակ Գևորգը մարկային ջերմ հարաբերություն ունի, հարգանքներ ունի, չմոն Զաքարյան Վազգենը չմոն։ Ասում են 4 երեխա ունի, երեխաներ։ Դե վատ մի զգացեք, ինձ էլ 3 երեխա ունեմ, իմ երեխաների առաջ, այս չմո ձեր հայրը, ինչքան է անպատասխանատու, ինչքան է զզվելի, որ մտել է ոչ մի բան Աշոտ Հայրյանի խոսքի տակ էլ մի հատ ստորագրում է, այն քֆուրի տակ։ Դրան ուղեղ չունի, դե ինքը քֆուրը չի կրկնում, բայց համաձայն է։ Զոմբիացել է, իրան դրել է ամենագետի տեղ, երբևէ չեմ ասել ես ամենագետն եմ, ես իմ տեսակետը հայտնում եմ, Շանթուլա, դուրուց չի գալիս, Ռադդ քաշի։ Ինչ եմ Շանթուլա ասեմ, կարող է իր 4 զավակները տենան վատս կան, բայց ձեր հայրը ոչ միայն Շանթուլա է, այլ այն ինչ որ ինձ գրել է, նրա ծնունդն է, հələ մի հատ էլ ավել։ Երեք ես սան գիշերը չեմ քնել։ Հա, այս սրա համար եմ ես։ Հիմա Վազգեն Զաքարյան, քո զրուցակից էշի քուրակ Աշոտ Հայրյան եւ ձեր տեսակ ընդհանրապես Ափսոս որ ասում եմ Ղարաբաղցի վատ եմ զգում, դաժե որ Ղարաբաղցուն պետք է այս կերպարը ես արծարծեմ։ Լավին էլ եմ լավ ասում, վատին էլ եմ վատ ասում, բայց այսօր քանի որ իրանց տեսակը շատ է կազմում, այսօր մեր շարքերում սրանք լիքն են եւ ցավը այնա որ ոստիկանությունում աշխատող ներքին գործերի նախարարությունում բարձրաստիճան սպայա Վազգենը եղել։ Այն ժամանակ 11 թվականին ես ինչքան հիշում եմ, էսի մայոր է եղել, բայց դե աճել է, չէ՞, սրանց տակը Բակոն բանը լցնում էին սելիտրա, աճեցնում էին։ Ինչպես Բակոն պարզվեց, որ չի կարա լինի լիդեր, չի կարա լինի առաջնորդ, ոչ մարտի դաշտում գերավարվեց, ոչ վայնի օպերացիա կազմակերպեց, խորովածը կերան խմին, փորները կուշ թուրքերը վերցրին տարան, ըստ հավաստի լուրերի, նույնիսկ եթե տենսել չի, ոչ մեկը չի տեսել, որ Բակոն սամալյոտով բամբի տաներ Բաքվի վրա, բռնին, Բակոին չեն բռնել, սիրուն իրանք կեղտոտ խաղերով գնացել են օգտագործված ամեն ինչներ վերջումը շպրտում են, ռուսները ինչ օգտագործել են շպրտել են, այս չմոին, եւ այնվերևի թեկուս Աշոտ Հայրյան չատ լախին, սրանց աչեցրած պահել են, սրանք չեն հասկացել, որ իրանք էությամբ ոչություն են։ Եթե իրանց սելիտրան պակասեցնեն, իրանք չորանալու են։ Հիմա եկել են Երևան, չորանում են։ Տեսեք ինչ արտահայտություն այն զանում։ Կարող է Վազգենը իրան նման Շանթուլեքը պատասխան տանես խոսքի համար։ Ասма մոռացել է հայրենիքը եւ հազարավոր տղաների թափած արյունը։ Վազգեն էշի ծնունդ։ Եթե դու ես քո ասած արտահայտությանը պատասխան չտաս, թե ես այդ ինչով եմ հայրենիքս ուրացել կամ տղաների։ Դες քեզ ինչ եմ ասում։ Դու դասվելու ես Արցախահայության կողմից ընդունվելու ես գիտակից Արցախահայության կողմից, որտեղ իր գաղափարակից Շանթուլեքել կան, որպես սրբապիղծ։ Եթե ես աչոտը չտամ սրբապղծության, դու Գևորգին յա ականջը կտրած, յա քիթ կտրած կտեսնար։ Ես քեզ հենց հիմա եմ պատասխանը տալիս, ինչու ուշացնեմ, ինչու գնացնես, մտածես, ոգևորվես, որ դու կարաս իմ որ մի արածն ա եղել արա հայրենիքի եւ հազարավոր տղաների թափածարյունը ուրանալ, մոռանալ։ Խիեք դու հիմա բացատրեմ խի ես սրբապիղծ։ Քանի որ իմ թեման կապ չի ունեցել եւ երբևիցե ես բարձավոր ես հայրենիքի ուրացության, սա ինքը կարա հայելու մեջ հակառնել իրան տեսել, շատ լախը։ Ժողովուրդ, խնդրում եմ, այսօր իմ հանդեպ ներողամիտ եղեք։ Ես ինչի սկզբից ասեցի, ես որ երեք ուզում էի քաղաքական թեմաներից խոսայի, 2-3 վերնագրի մասին խոսայի, փոխվել է ձևը, տեսեք ինչքան ես էլ կեղտոտ բառապաշար եմ օգտագործում, բայց ինչի համար, որովհետեւ սրանք իրանցից իբր թե բաներ ներկայացում Ստեփանակերտ։ Հիմա այս հարիվ շունը,
որ sense բացարձակ մեկնաբանություն է գրում շատ արցախցիներ կան չէ որ իրան Արցախում ճանաչել են սիրուներա գալուստիկը կապած կոստյումը կեցած օֆիցեր ա եղել չէ ոստիկանության գիտեն ինքը լուրջ տղա է պատասխանատու խելացի Գևորգն ոչ մի բան է դե որ Գևորգին sense բանա գրել Գևորգն էլ կուլ ա տվել բան չասել ուրեմն ճիշտ է էլի Գևորգը տենց է հիմա այս չմոշնիկը կարող է բասնավատանի բացատրի տենամ ես հազարավոր տղաների արյունը ոնց եմ ուրացել ոնց եմ ուրացել կամ իմ քաղաքական թեման տեսանյութը որի տակ ինքը մտել է sense բան գրել կապ ուներ ընդհանրապես Ընդ Լևոն Տեր-Պետրոսյանի 4 թվականի քաղաքական դիվանագիտական միտքն եմ ես բարձաբանում դրա մասին խոսում։ Մեր Արցախցի եղբայրներից մի հոգի էլ այդ տեսանյութը տեսել է, միացրել է, ասում է ես Գևորգ հետ չեմ կիսում այդ միտքը։ Մեր Արցախցի հադրութեցի եղբայրներից մեկը, ում ես առաջարկել եմ, հետո ես իր հետ կապի եմ դուրս եկել, որ եղբայր, եթե կուզես կարաք դու քո տեսակետը, ես իմ տեսակետը Էֆիրով խոսանք, հայտնենք ժողովուրդ Թոլոսի արցախցիներ կան, քո միտքն են կրում, արցախցիներ կան իմ միտքն են կրում։ Դու քո համար ես ճիշտ, ես իմ համար եմ ճիշտ։ Մեր երկուսից լսեն եւ վվտանեն ժողովուրդը։ Այս մարդը շատ հարգալից քաղաքավարի իրար հետ շփվել ենք, ժամից ավել շփվել ենք, բան, ոնց որ ծանոթացման փուլ ա եղել, վերջում դաժե եկել ենք այն եզրակացության, որ վատ տարբերակ չի, վատ ֆորմատ չի, արժե, բայց հետո կմտածեմ, հետո կխոսանք, եթե պետք քնի կապով կնենք։ Մենք իրար հետ Տղայավարի, մարդավարի, հայավարի, որպես նույնիսկ զեմլակ իրար հետ լավ զրուցել ենք, հասկացել ենք։ Շանթուլա Վազգենը, Հայրյան Աշոտը մտնում են մեկնաբան այդ մարդու վիդեոյի, իմ վիդեոյի, բայց այդ մարդու էջում վիդեոյի տակ գրում, բառացի գրում է Գևորգը սենսի տղա է, ով որ չգիտի, թող գիտի։ Ես երեք TikTok-յան լայվով սրա մասին ջղայնացած ասել եմ եւ իր ընտանիքին ինչպես ինքն է ինձ հիշել, ես էլ իրան եմ հիշել։ Ժողովուրդը խնդրել, որ այդ Շանթուլան վերաբնակված է Հրազդանում, եթե Հրազդանում ինձ հարգող Լավ տղեր կաք, ցանկություն ունեք, սրան պատժեք եւ ինչպես ուզում եք ընձևել պատժեք։ Իրան հասանելի պատիժը տվեք։ Ես չեմ վստահում ճիշտն ասած իրապա համակարգին, որ այս գործը գցեմ իրապա համակարգով լուծեմ, ես վստահում եմ բարի խելացի մարդկանց, ովքեր որ իմ գործունեությունը գնահատում են։ Լավ, ես հանրային կյանքում եմ ինչ որ բան փորձել օգտակար ունեմ։ Դուք էլ այդ միջմարտկային հարաբերություններում Շանթուլին իրանց բունը ցույց տվեք տղեր ջան։ Լավ դողորացնել բերեք լավ տեղ տանք, որ այդ լավ տղերքը աճեն, ոչ թե Զաքարյան Վազգենի նման մենթը իրան լավ զգա։ Այլ անուն չտա մեկ այլ ոստիկան իրան լավ զգա, ով որ ոստիկան է եղել, ով որ պետությանն է ծառայել, ոչ թե Վազգենը օրինակ չգիտեմ, Բակոյին է ծառայել, ինքը եղել է այն ժամանակ Շաֆերյանի անուն մոռացել եմ։ Վերջը Շաֆերյանի ժամանակ է եղել ինքը ոստիկան, ես որ սրան հիշում եմ, եւ չգիտեմ ում էր ծառայում, այն ժամանակվա պրեզիդենտն էլ Բակոն էր, հա, հենց 11 թվին էլ ընտրվել է Բակոն։ Այս թուլեքը, որին ոտի տակ են ընկնում, ժողովուրդ ջան, ախր իրանք առերեսվելու չեն կարող հետ sense խոսան, բայց եթե ձեզ առերեսվեն, Աշոտ Հայրյանը Հրազդան ապրում, այս մեկը չգիտեմ որտեղ ապրում։ Խիչեք, տղեր ջան, բոլորդ մեկնաբանություններում գրում եք Գևորգ քո հետ ենք։ Ուզում եմ պարզաբանել, Գևորգ քո հետ եմ խոսքը ի՞նչ է նշանակում։ Իմ մտքերն եք կիսում, իմ մտքերը կանայքել են կիսում, աղջիկներն էլ են կիսում, բայց ես ձեզանից ակնկալի կունեմ տղեր, որ ամեն գյուղում, ամեն քաղաքում սրանց նմաններին պատժեք համարժեք ձևով։ Մեղմ ասած ականջից քաշեք հասկացել եք որ չի կարելի հանրային գործունեությունը այս ձևի ստորադասած եւ ինչ մեղք ասես ինչ շար ասես այդ մարդու ուղղությամբ անեք իմ ասածների իմ արածների համար ես պատասխան տալիս եմ ու այնքանով եմ տալիս որ ոչ թե ես թաքցնում ջնջում եմ իմ տեսանյութերը նախքին այլ ես թարմացնում եմ մի տարի 2 տարի 3 տարի առաջվա տեսանյութերը TikTok-ը Facebook-ը ինձ հիշեցնում է եւ ես թարմացնում եմ դուք էլ տենաք որ ինչ եմ ասել Ստեփանակերտում Շանթուլան ինչի՞ց է վերցրել որ ինձ կարա մեղավորցնի մեղադրի հայրենիքը ուրանալու հազարավոր տղաների արյունը ես էլ ասում եմ դու այնքան սրբապիղծ ես որ զոհվածների անունը տալով փորձել ես լավ տղա երևաց Վազգեն Շանթուլա Քիթը ջարդած բեղերը կախած քթի տակ Շանթուլա երեխեքը թող իմանան որ քո տեսակ շան որթեքը մենթեր են եղել Ստեփանակերտում խափել են տունը հաց են տարել ասել են մենք ոստիկան ենք ծառայում ենք պետությանը բայց մենթեր են եղել բացի նրանից որ մենթ ա եղել դրա մակարդակին նայել դες ինչ ուրեմն մեկն էլ մտնում է կարդում միամիտ իր խելքին ասում է դու երևի Գևորգ հազարավոր տղաների թափած արյունը ուրացրել էլի դե չենք տեսել ճիշտ է տես խոսքեր բայց որ Վազգենը ասում է Վազգենը այն ժամանակ կարքին տղա է Ստեփանակերտ հարցեր էր լուծում չգիտեին այդ մարդիկ որ ինքը ջերմոցային բույս է Վազգեն այ քակլան շուն այ ոչ մի բանություն դու ով ես եղել կյանքում կարաս ասես քեզ ինչ գիծ ունես թողած ինչ ունես արած որ նայեք հիանանք շարունակում է Հայրյան հղպացածի ճուտը անբարոյականի զավակը այդ Հայրյան Աշոտը դրան պիտի Ստեփանակերտ սենց անեինք ես ինչու եմ այս Վազգեն տավարին էլ նույն հայոյանքի բաժինը հասցնում սրան որտեղ տակնես ագրում է դրա վախտն էլ է կիլեն դրա վախտն էլ է գալու բան չի մնացել երկու շատ լավ 3 տարի անստած սպասում են Հայաստանում իշխանապողությունը լինի, որ իմ հաշիվները մաքրեն։ Երկու շատ լախան տեղյակ, որ այսօրվա իշխանության օրոք ես ամենախիստ պատիժներն եմ կրել, ես ամենաշատ զրկակներն եմ կրել։ Եթե համբալների մեկը դուք իմ հետ հարց ունենայիք, դուք կարենայիք այդ հարցին, ուզենայիք այդ հարցերի լուծում տայիք, դուք իմ հետ կարայիք կոնտակտի մեջ մտնեիք։ Այդ ոնց է հադրութեցի մեր եղբայրը իմ հետ կարամա կապի դուրս գա։ Ու տասնյակ եւ հարյուրավոր արցախցիներ իմ հետ կապի դուրս եկած են, հարցեր ճշտեն։ Արտահայտված մտքերս պարզաբան եմ, ես պարզաբանել եմ, իմ հետ կամ մոտիկություն
կամ ընդհանրապես մարդ ստացել իր պատասխանը գնացել իր գործի, Վազգենը, էմի տավարը, էսմի տավարը, դուք այդ տավարներ դուք փորձել եք իմ հետ կապի դուրս գաք, ասեք Գևորգ, այսօր sense միտք ես արտահայտել կամ անցած տարի sense միտք ես արտահայտել։ Այստեղ պարունակում է հակապետական, հակահայրենիքի, հակամարտկային էր որ գրել է, էլի։ Այդպես բովանդակություն, պատասխան դու փորձել ես այդքանը անես։ Տափակ Վազգեն։ Ոստիկանության նախկին աշխատակիցներ Ստեփանակերտի որոշներին էլ անհատապես ճանաչում է, իսկապես լավ տղեր կային, որովհետև ոստիկանությունը նախ մարտության ժողովրդի կողմից ընդունված չէ այդքան որպես տենց ախրել է, բան չին, հոգևոր հայրեր չեն, իրանք եկեղեցական մարդիկ չեն, միք չեն, ուժային կառույց է, բայց այդ ուժային կառույցում մնացել են մարդ մեծատառով տղեր եւս, եւ այդ մարդ մեծատառով տղերքը եւ գնդապետ, եւ փոխգնդապետ, եւ էլ բարձրաստիճան ոստիկաններ Ղարաբաղից իմ հետ մարդկային ջերմ հարաբերություն իրար հետ կոնտակտով էլ փոխանակված ենք։ Այս համբալը որ ստորագրում է դրա տակը, ասում է վաղ տգալու այն հետ հարցերը ստուծելու են։ Այդ չմո Վազգեն, այդ ամբարոյականի զավակ Աշոտ Հայրյան, թղպացածի ջուտ, չմոններ, ես ձեզ ամենավերին աստիճանի հայհոյանքներն եմ տալիս պատասխաննել հետը։ Դուք Գևորգին ճանաչում եք, Գևորգը ընդհանրապես Արցախցի ելնելով ինչով է հայտնի։ Այն հայության կողմից կապ չունի Արցախի, Հայաստանի, Սփյուռքի, այն հետևորդներից կողմից ինչով եմ հայտնի։ Ես հայտնի եմ այդ չմոններ, հիմա ձեզ հատուկ ասեմ այդ Վազգեն Աշոտ։ Հայտնի է որպես պայքարող տեսակ, ձեր այդ fake համակարգի դեմ, որ fake 22 իրանք իրաց падգամավոր հրճակած, որոշել են, որ պետքա Արցախահայության ճակատագիրը իրանք որոշեն։ Իրանց պապաների հետ քաղաքական։ Բաքու, Արկադիա, Հայաստանից էլ օգնում էին, ովքեր տեղյակ եք։ Որ ես օրինակ իմ բառերը չեմ հիշում, ինչ եմ ասել, բայց ես հիշում եմ ինչի համար եմ ելել սեպտեմբերի 9-ին հրապարակ Շահրամանյան Սամվելից պատասխան փորձել պահանջեմ, որ ձեր մենթերը ոչ թե ոստիկանները, Վազգենի նման մենթերը շրջապատել էին բոլորը չեն էլի իր նման մենթեր, բարձրաբաց իր նման մենթերի հրամանով էր ոստիկանությունը շրջապատել, այսպես ասեմ ավելի ճիշտ կլինի։ Սրա նման անուղեղ տափակ ոչ թե հայրենիքին այլ անձին ծառայող շանթուլեքի պատճառով պետքա ես մտնեի ազգային ժողով պատասխան ուզեի Շահրամանյան Սամվելից եւ այդ հավաքված 22 падգամավոր իրանց կառավարիչներից, ասեի ինչ եք անելու մեր վաղվա օրը։ Մնացած բառերը ես չեմ հիշում, Արցախի հերոստատեսության ինչ որ լրագրողի իր ձերքի հերախոսով է նկարել։ Ես կուզենայի եթե կապ կա, եթե ինքը ինձ հետևում է, բան այդ տեսանյութերը ուղարկի ինձ, որտեղ ես ինչ եմ ասել, բայց տղերքը հիշում են եւ ինձ հիշեցնում են իմ բառերը, որ այսօր իրանք հիշում են ու ասում, բայց եթե դուրս գային պատասխանը այն ժամանակ տային ինչ կլիներ, դուրս չեն եկել։ Իմ արածի, իմ ասացի համար համբալներ մարդիկ հիանում հպարտանում են, երկու հատ շատլախ այն քավթար են, չգիտեմ, այս միամսյակին էլ այս երկու օրը ես շատ այս տեսակ սրբապիղծ շանթուլեքին անդրադարձա։ Արա դե ճիշտ ասած კი կնանիկ չեն իրանց sense պահում էլի, հարգելի կանայք, ինձ կներեք, կնանիկ ասած դուք պատկերացրել եք էլի որ թոնրում նստած ուրիշի կյանքով ապրող, ուրիշի կյանքը քննարկող։ Շատլախները իմ վիդեոյի տակ մտել են ուրիշի էջում, մեր եղբայրը որ իմ վիդեոն կիսվել է եւ ինքը իր կարծիքն է ասում իմ մտքերի ուղղությամբ, իրանք տակը նստել քֆուր են գրել։ Աշոտ Հայրյանն ու Վազգեն Զաքարյանը դուք ընդհանրապես մարդկության մեջ դուրս եք գալիս, ինչ անենք, դե կգնաք դատի տակ։ Եթե պրինցիպի Նիկոլ Փաշինյանը ապրած կենա, իր օրոք ես արդեն մի անգամ նստել եմ, երկրորդ անգամ էլ կնստեմ, գոնե կյանքս հանգիստ անց կկենա, էլի, որտեվ էսի կյանք չի ես իսկապես որ ապրում են։ Մարդ իր առողջությունը փչացնի ու սենց հարիվներ, սենց թուլեքի համար։ Էսես թուլեքի համար էլ եմ ես առողջություն փչացրել Ստեփանակերտ։ Պատկերացնում եք ժողովուրդ։ Ես շատ գիտեի որ Վազգեն Շանթուլան լեզուն որ ռկոխած Ստեփանակերտ կապրի չի ասի պատասխան դուր կգա Երևան լեզուն դուրս կգա Հայրյան Աշոտ Չատլախ կամ այդ Վազգեն Զաքարյան այ համբալներ նայեք ես ասում եմ անուններ չհրապարակեմ Ստեփանակերտ թե որ պետական պաշտոնյաների հետ ինչ թեմաներ եմ ունեցել եւ ես գիտեմ որ այդ պետական պաշտոնյաները ձեր քաղաքական որևէ մեկի պապան է կամ եթե երկուսի պապան չի պապաները չեն մենակ մի բան ասեմ Ձեզ երևի կբավարարի։ Եթե ձեր կարծիքն է, որ դուք Արցախում պետքա ինչ ճնշեի, թե Արցախում պետքա ինձ վախեցնեի եւ իմ հետ հաշվի արդատենայի, Չատլախի զավակներ։ Ստեփանակերտում Արայիկ Հարությունյանից բարձր նախագահն ա եղել, նախագահից բարձր ինստիտուտ եւ պաշտոն չի եղել, ոչ էլ անձ ա եղել, փողով ամեն ինչով ձիգ։ Արայիկ Հարությունյանը եթե մարդ ա ուղարկում, որ իմ հաշիվները իբր թե մաքր են, եւ տեղանքը որտեղ զրույցը գնում է, ինձանից պատասխան են ուզում։ Անդրեյ Մանասյանն էլ հենց նոր միացավ զրույցին վկա։ Անդրեյ իմ հետ ա եղել Անդրեյ ճանաչում այդ տղերքին, եթե ես սուտ ասեմ, թող Անդրեյը հաստատի։ Ես ուղղակի այդ տղերքի անունը չեմ տալիս, թե Արայիկ Հարությունյանը ում է ասել եւ ինչ թեմաների մասին ա եղել։ Խնդիրը վերաբերում է Վազգեն Զաքարյան, Աշոտ Հայրյան չմոշնիկներ։ Ձեր նման չատլախների համար է ես մտահոգված էլի, որ չբարձաբանեմ թե շատ բաներ։ Պես թեմա եղել, հանրային հարց եմ բարձրաձայն էլ, որը դուր չի եկել։ Շրջափակման մեջ գտնվող առնետավազքի մեջ իրանց բները քաշող պետական բյուջեն պետությունից ընդհանրապես փող քերել, բան այդ process-ների մասին եմ խոսացել Ստեփանակերտ։ Իսկ կանչել են որ պատժեն։
Եվ Անդրեյ Մանասյանը իմանալով դրա մասին, ասելա լավ կլինի մենակ չի գնաս, որտեվ եթե այդ թիմից մարդիկ են կանչում հաշվեհարդարի, կարող ողջել չի մնա։ Անդրեյն էլ նա փաստում է 100% ճիշտ է ասում։ Ես էլ չեմ պատմում բովանդակությունը, ճիշտ չեմ համարում տղաների մեջ եղած ռազմորքի բովանդակությունը հրապարակ եմ, բայց ես ճիշտ եմ համարում, որ չատլախները այդ Ստեփանակերտի սրա նման չատլախները իմանան, որ Արայիկ Հարությունյանն է իմ հետ հարց ունեցել, ձեր պապան է իմ հետ հարց ունեցել, եւ այդ ձեր պապայի կողմից եկած տղերքը, որից մեկը փորձում էր բանալ պրովոկացիա աներ, սադրեր կռիվ սարքեր եւ իրանք ինձ ընդ ջարդեին, բայց ընդ իմ մոզգը, որ Արայիկ Հարությունյանը մերձավորներ եւ Արայիկ Հարությունյանն էլ ասելա, որ այդ հարցերով զբաղվեք Գևորգի հետ։ Եվ այդ թեմայի մեջի մոզգը էլի անունը չեմ տալիս։ Ես այո կարամ տղերքի հետ որ հանդիպում ենք, պատմեմ բան անեմ, որ սենց ա եղել թեման, ով ա եղել թեմայի մասնակից։ Ղարաբաղի ավտարից տղա ա եղել, թե որ քաղաքից ա, գյուղից ա դա կապ չունի։ Արայիկ Հարությունյանը մերձավոր շրջապատից Արցախում եւ իսկապես պատիվ ունեցող ինքը չնայած Արայիկի շրջապատից, բայց ոչ թե այդ պետական համակարգից էր, այլ ինքը հենց ինքը իրոք հանրության կողմից պատիվ հարգանք վայելող ավտարից տղա ա։ Զրույցի ներկա լինելով, զրույցը ստոպ ա տալիս։ Ու այն տղան, որ ին վրա փորձել է հարձակվի, որ պրովոցեր վտանի կռիվ լինի, ասել է ձենդ կտրի, անոնց ինչ է եղբայր, դե մարդը Facebook-ի բան մարդ չի, ասում եմ անունս Գևորգ է։ Ասում է Գևորգ դու ճիշտ ես։ Հասկանեք Արայիկ Հարությունյանը ուղարկել է, որ ինձ ընդ ջարդեին Նասիլկի վրա հանեն տեից, ասում է Գևորգ դու ճիշտ ես։ Արա ասում է սեսուտ կտրե, այդ տղուն ասում Արայիկ Հարությունյանի կոնկրետ ենթակա անձի է, ասում։ Ասում է Գևորգը ճիշտ է արել, ճիշտ է ասել։ Էսի դոկումենտներ բանա քաշքշում բատես, ես է բաներ ունեմ հաշվետվություն բանն հանում, որ դες Գևորգը ստե տոկոսը սխալ է ասել, այսինքն ես դե ասել եմ, կարող հիշեք, շատ շիշեցնեմ զրույցը, որի մասին, հիշում եք մի տեսանյութ եմ հրապարակել Ստեփանակերտ, ասել եմ 75% էսինչ բիզնեսի մոնոպոլիա է գտնվում է սրանց ձեռը, ու սրանքն էլ Արայիկ Հարությունյանն է իր ձեռն է եղել։ Կանչել են ինձ հաշվեհարդարի, եւ սկսել է հաշվետվություն բան ցույց տալը, դու մի ասա Գևորգ ընդ 4% ինչ սխալվել է։ Իբր չեմ հիշում 75 եմ ասել, 70 ա եղել, 65 եմ ասել, 60 ա եղել, նախ դա չէ, 65-ից բարձր է, ինչքան գիտեմ, ցածր չի եղել, որովհետև իսկապես 50+%-ը այդ բիզնեսի իր ձեռն էր, դա Հայաստանում էլ է այդ բիզնեսը մի քանի հոգու ձեռ է։ Կարևոր բիզնեսի մասին է խոսքը։ Որ առանց դրան չի կարա ենթակառուցվածքները գործի, չի կարա կոմունիկացիա, չի կարա ընդհանրապես հիմա մարդկությունը ժամանակակից չի կարա։ Այդպես կարևոր մի հատ թեմայի մասին եմ խոսացել, Վազգենի, Հայրյան Աշոտի եւ այդ Զաքարյան Վազգենի չմոշնիկների համարել։ Ու այդ լավ տղան զրույցը գիտես ոնց ասում է Գևորգ ջան, ախպեր, սա ճիշտ ես ասել, մենակ մի բան որ խնդրեմ, կարաս այդ թիվը փոխես, եթեր բացես, տեսանյութ կամ հրապարակես, ասես կներեք ժողովուրդ, թիվը սխալ եմ ասել։ Դե ճիշտ ասած, եթե ես իրան ճանաչեի, որ ինքը տես հարգված ճանաչված տղա է, միգուցե ասեի, արի այդ թեմայի շուրջ ես ու դու առանձին զրուցենք։ Ռեսկի կտրուկ զրույցը ընդհատում եմ, ասում եմ ոչ մի բան ես չեմ ասելու։ Թեման է սենց փակվելու է։ Եթե շատ խոսակ, դուրս եմ գալու եւ այն ինչ որ հələ ավել գիտեմ, որ այս թեմային կից էլ ինչ անարխիա կա, ճիշտ է, փաստեր չունեմ, բայց հրապարակվում է ժողովրդի կողմից տարածվում է նյութեր, որ Արցախահայությանը սովի մատնած, այն պահեստների թեմաներ երևի այդ էր, մեկը էլի պահեստների մասին էր։ Վերջ ասում եք դες ինչ կար, հա? Արա, զորով ուզում եք քիրփթունով իմ բերանից սավ զրույցները հանեք, էլի ուզում եք սաղ իմանաք ինչ եմ խոսացել։ Ասում էին բենզին չկար Ղարաբաղ, բենզինի վրա տղերքին վառինք, հիմա ես եմ ուրացողը զոհերին։ Վազգեն Շանթուլա, ես բենզինի համար քնում եմ խոսան վեր ժողովրդին բենզին տան, ասում եմ բենզին չկա, տանում եմ մեր եղբայրներին, վառում բենզինի մեջ, չատլախի լակոտ գալիս ես ինձ ես ասում, զոհերին ուրացել ես։ Այսպես էլ գազ եք տալիս էլի զոհերի անունը ամեն օր հիշատակելով, վերցնելով, դնելով, մարդկանց սրտի վերքի վրա աղլացնելով, դուք այդ մրմուրով ուզում եք իշխանապողություն անեք, էլի ուզում եք անընդհատ հիշեցնելով sense բան իշխանապողություն անեք, մի մասի նպատակն է իշխանապողությունից հետո ոստիկանության բարձրաստիճան սպան հանրային գործի պատժի, ձեր պատիժը ո՞րն է։ Մտածում եք Գևորգը եթե Արայիկ Հարությունյանի մաֆիայի կողմից չի վախեցել, գնացել է ռազմորքի եւ ճիշտ դուրս եկած գլուխը բարձր քաղաքով ման էր գալիս, քաղաքով պատտվում էր, ձեր նման շանթուլեկը չէին կարում մոտս հաչային, այսօր Facebook-ով հաչում են, չատլախի լակոտներ, ԱԱՑ-ի բարձրաստիճան սպայային զանգում, Անդրեյ էլիտե ներկա եղել, վերջի պահերին վրա շատ էր սպառնալիքները, վերջի արդեն շրջափակման վերջին ամիսները ես շատ էի բողոքում, դե տեսել եք գործունեությունս, կոնկրետ Անդրեյն է որպես սրտացավ իմ եղբայր ասելա, Գևորգ, քո մոտ վտանգները շատ է, մենակ տեղ չգնաս։ Դες ես զանգի ասի Անդրեյ ջան, ԱԱՑ-ից զանգել են հետս աշկից թեմա կա, բայց տենց չեմ վախենում, բարձրանամ տենամ ինչ ա եղել, մենակ չգնաս, ընդ ենք հանդիպում, որ կանգնում է ԱԱՑ-ի ուազիկը, կանգնում եմ ես ու Անդրեյը այդ վաղ ֆորդով հասնում է այդ նույն շուշվաուգլի խաչմերուկը։ ԱԱՑ-ի բարձրաստիճան սպան, էլի անուն չտամ, գալիս է, մինչև Անդրեյը հասնիստե գալիս է ձեր տալիս շնորհակալություն հայտնում իմ գործունեության համար, իմ ուշադրության համար հանրային կյանքի։
Եվ ասեմ, որ ոչ միայն ԱԱՑ-ն է քեզ հետևում Գևորգ Արցախում, այլ ես անձնապես քեզ հետևում եմ։ Ես հիմա խի հրապարակեմ անուններ, այդ չմոշնիկներ, ախր ձեզ թվում է դուք լավ տղերք եք, ես վատ տղա, բայց դուք չգիտեք ձեր քաղաքական պապանները եւ ձեր գոլեգայի հարգված նորմալ տղերքը ինձ հարգում են, իմ հետ նորմալ հարաբերություն են, այ Շանթուլեք, Վազգեն քթի տարա ով խփեն, մի հատ էլ ես կխփեի սիրտս հովանալ, այ համբալ, քաչալ մազերը թափված, մարդու գլուխը որ ջերմակում է մազերը կամ քաչալանը մտածում ենք իմաստությունից է, քոնի իմաստությունը չէ սրբապղծությունից է, որ սրբապիղծ է զոհերի անունը խիես, քաղաքական ինչ-որ թեմայից ես խոսալու հիշատակ էր, ուզեցել ես ինֆոնին լավ տղա երևաս, ուզեցել ես իմ անունով լավ տղա երևաս, արա, ինձ իջեցնելով մտածել ես լավ տղա, հիմա տես ես ճիշտ ես ասեմ, Անդրեյ, հիմա չեն վայելում, հիմա իրանք մեղքերի մեջ վարվում են, եւ որ մարդ մեղքերագործում, ասում են նոմա սատանակրակների մեջ վարվում, իրանք կատարած մեղքերի համար հիմա ընկել են մի հատ դժոխային կյանքը գիտես ինչ, Անդրեյ ջան, որ փափուկ միս էին ուտում, հիմա ոսկորը է իրանք դեմը, եւ ոսկորը մրմրցնում է, գծում են միշտ կա վրա, մռում հաչում Գևորգի վրա, սրանք պետք է հաչան իմ վրա էլի, հետո էլ մեր Արցախի եղբայր քույրերի հետ որ առանձն կապի մեջ եմ մտնում, ազնապես ասում են Գևորգ, արա մեր մոտի ժողովրդի մեջ ինչքան օղրաշներ կային, բայց խնդրում եմ մի անդրադարձի այդ օղրաշներին, ասում եմ ախպեր համաձայն չես որ շատ էին այդ օղրաշները դրա համար էս օրը ընկանք, ասում եմ համաձայն եմ պրոստը դե մերն են, էլի ասում եմ իմ համար մերն է, սփյուռքահայությունը այն ամենահեռավոր է աշխարհի կետից հյուսիսից մինչև Անտարկտիդայից մինչև հյուսիսային օվկիանոս եւ Ավստրալիայից մինչև Լոս Անջելես բոլոր հայերը իմ եղբայրն ու քույրերն են մինչև այն կետը երբ որ իրանք իմ սրբությունների ինքնասիրություններին կկպնեն ինչ կապ ունի արցախցի ինչ կապ ունի երևանցի մարդը մնում է մարդ հայը մնում է հայ այդ տեսակ Շանթուլեքի պատճառով ենք այսօր ընկել էշի ծնունդներ տավարի ցավեր հրազդանում ով տեսնա դրա մի հատ երեսին խնդրում եմ բարերը չկրկնեմ Կարոջի ես խնդրում եմ այս եթերի վերջում հարգելի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաք գյուղերի իմ հետևորդ եղբայրներ ովքեր որ մի քիչ սեր ունեք սրա նման Շանթուլեկին պատժելու իմ պատժերը գիտեք ես հանրային կզսնում եմ ում որ պետքն է հիմա ըլում եմ մարդիկ ովքեր որ sense չափեր անցնում են սահմանահատում են խնդրում եմ ձեզ դուք ձեր ձևերով ոնց պետքն է այդպես մի քուչի մի փոքր կբարևեք դուք իմացաք այդ բարևի բնույթը որովհետև հիմա սրա նման կենթանիներ էլ գոյություն ունեն իր ապահմակարգը որ այնա հետապնդում են այնա մի գործ սարքեն գլխից մանավանդ դեմնել ընտրությունները բան որ տենա Գևորգին ոնց են հավաքագրում վերբով կանեմ որ կուսակցության մեջ կողեն Գևորգն ասել արա ասես կուշտեմ ես կուսակցություն չեմ ուզում յան տվեք ինձանին սրա նման Շանթուլեկ կգան կպնեն ինձ ներքաշեն դատակա process-ի մեջ սկսեն արդեն ճնշելը արդեն ընտանիքից ներդրության մեջ դնել որ ես էլ մտածելով որ ընտանիքից պատճառով կարող է ես դառնամ քաղաքական որևէ ուժի գործիք ցույց չտամ ինչ հազես հասնում էլի այդքան մտածելուց հետո եթե մտածել եք ես որ կարող է բանտից վախենամ, չգնամ նստեմ, դառնամ ոստիկան բանի ինչ որ մեկ քաղաքական ուժի գործիք։ Ոչ մի բանտում նստած տղա ինձանից ոչ պակասա, ոչ առավել է, իմ նման մարդ է, իր անունն էլ է Կարմիր։ Ինքը որ նստած է, ես էլ կարամ նստեմ։ Ինչի համար Շանթուլեկի համար, հələ ավելի պատիվս բարձր։ Մենթ եմ արա նակազատարել, որ մտել է ոստիկանության շարքերը իրան դրել է ոստիկանի տեղ, բայց այդքան տարի մենթ է ինքը եղել։ Ստուկաչ է եղել։ Հասարակահայացիներին ճնշող գլխին սարքող։ Քանի հոգու արա գրպանը կլներ դու թմրանյութ գցած այ էշ Քանի հոգու կլներ գլխի սարքած, այ ոչխար։ Զենքս ձեր մոտ է, զենքս դե տուր, էշ շիցոնուն։ Երկու փողանի 20 կալիբրանոց հրացանս իրանց մոտ է։ Թողել են ոստիկանության զինանոցում, ինքն է զինանոցի պետ է եղել։ Համբալ դե դավայ զենքս տուր։ Ալիևի ոտերը լպստող Շանթուլա, եկած Երևանի կենտրոնում Արցախի դրոշ բարձրացնող իբր թե լավ տղա։ Բայց դու իրականում Ալիևի ոտերը լպստեցիր, այ շատ լավ։ Կոնոմաներին ասում էի դուրս եկեք պատասխան տվեք, դուրս չէին գալիս պատասխան տան։ Կոնոմաններին, կոնոման կառավարիչներին, այդքանից հետո հələ մի հատ էլ քաղաքական process-ների մեջ արդեն ձեզ գցել բռնել եք, որ կարակ Հայաստանը մասնակցեք, ու Գևորգը պետք է պաս գնա, Գևորգը ասել եք, որ ունեցել է Ստեփանակերտ ասելա, Երևանում պարտավոր է արդեն ասի, ինչի, որովհետև արդեն դառը փորձ ունի, որովհետև արդեն աչքերը տեսել է, որ մենթը ոստիկան ձևացել աշխատել ոստիկանության համակարգում, հայերյան աշոտը որ իրան լավ ազգացել իրանց գյուղում, իրանց քաղաքում, պետքա Գևորգը դառը փորձից ցույց տա ժողովրդին, որ սա մենթ է, սա Շանթուլա է, բայց երկուսը համարյա նույն մակարդակի էշի քուրակներ են, տավարներ են։ Եվ սրանց Գևորգը թույլ չի տալիս դուրս գան իրանց լավ տղա ներկայացնել։ Այդ դրա համար որ անհամբեր սպասում են սրանք, որ վատ տղերքը կգան իշխանությունը կվերցնեն եւ Գևորգը կպատժեն։ Այդ շմոններ։ Հայաստանի ժողովուրդը հերրատես ժողովուրդ է, հասկացող ժողովուրդ է։ Յուրախություն ինձ 50+%-ը։ Այստեղ ես մարդկային որակներից չեմ խոսում, մարդեն թե մարդ չեն, դա մարդու հետ առանձին կարելի է խոսել։ Բայց Հայաստանի ժողովուրդը այնքան նամոս թասիբ ուներ, որ դուրս եկել ասել է Սերժ Սարգսյան, «Էս ինչ ես անում, է»։ Կապ չունի որ դե Սերժը թակարդ էր սարքել Արցախի հարցում։ Հարցը այն է, որ մարդիկ ջոկել են, որ իրավունք չունի այդ մարդը չսիրված լինելով, չընտրված լինելով երրորդ անգամ սրոք գնա։ Դուրս են եկել պահանջներ, որ հերացի, մերժել են։ Արայ համբալ։ Գիտես որ մատերի վրա հաշված մարդա դուրս եկել Ստեփանակերտի հրապարակ Շահրամանյանից պատասխան ուզել։ Ու այսօր իմ լռության վրա դուք փորձում եք իմ վրա հələ հարձակվեք մեկնաբանություններում։
Այ համբալներ, դու գիտեք որ ես ունեմ իրավունք հարձակվելու շատերի վրա, բայց քանի որ իմաստը չեմ տեսնում այսուհետ հարձակվեմ ես անտարբեր իմ հայրենակիցների վրա, ասում եմ եղել պրծել է, գոնե այսուհետ իմ խոսքին ուշադրություն դարձրեք, որովհետև կարող է ձեզ նորից եմ մատի վրա ֆրցնում, եւ ոչ թե կարող է, այլ հիմա այո Հայաստանը մատի վրա ֆրցնում են ոչ միայն Հայաստանում դժգոհ ինչ որ հասարակության շերտերի, այլ նաեւ դժված բռնի տեղանված արցախցիներին։ Եվ արցախցիների իհարկե ոչ մեծամասնությունը կգիտակցի ինչ խաղեր ա գնում ստե։ Այս կռիվ տալով արա Ռուսաստանից անընդհատ կանդիդատներ են գալիս։ Այսքան տեխնացուն որ նայում ես կեսը Ռուսաստանից ուղարկած։ Այնեն ռուսական համարներով նիվեքը բանը մտած Երևան վլաստ են ուզում վերցնեն։ Ես հիմա լռեմ իմ մոլորված արցախահայությունն էլ որ այսօր անձնագիր ա վերցրել ապրում է Հայաստանում մոլորված գնա ընտրի էլի ռուսական ուժերի քիչեր Բակոն Արկադյանը ու Շահրամանյանը։ Ասում եմ Նիկոլը Պուտինի հետ վատ է, Նիկոլը վատ է Պուտինի հետ։ Պուտինը Հայաստանը հանձնել։ Քոչարյանի Սերժի հետ լավ էր, իրանց հայրենի Ղարաբաղն է հանձնել։ Ուղեղների ձորեք տվել այ այրապորտում չդիմավորված Վազգեն Մազգեն։ Ձեզ չեն դիմավորել այրապորտում Վազգեն, որ այդքան աբիժնիկ ես։ Զաքարյան Վազգեն, ախմախ։ Երեք էլ իրան գրել եմ, էլի որ ինձ ձայնային հաղորդակցություն եմ ուղարկել։ Հենց տեսել է ձայնային հաղորդակցությունը ջնջել է։ Դե մի բան էլ բացեմ։ Հայրյան Աշոտին արդեն փորձել են ականջից քաշել, այնա տակալը ցած բամպեր, սակած երեք էլ իրիկուն։ Զանգել ասում են այնա վախեցած գիտի Գևորգ իրան պատժելով ես ասել է ներողություն, սխալվել եմ, չեմ ուզեցել իրան գրեմ, ուրիշ եմ գրել։ Դե ճիշտ ասած եթե մի գրամ հավատայի, ես ես եթերը չի անի, քանի որ ինքը կրկնակի սրբապիղծ ամբարոյականի զավակ է, դրա համար եթեր արեցի եւ տեղյակ բայցի։ Նույն այդ Աշոտ Հայրյանը ամենավերին աշճան քֆուրներն ա կերել ներողություն խնդրել իր պահվածքի համար որ Գևորգին ասի չեմ ուզեցել ես տես բանեմ Վազգեն Զաքարյան պատպիսած ես եղել փեչատը դրել ես դրա տակը հիմա իրան նման շանը քաքը կերար դու արա Վազգեն քաչալ Վազգեն շանը քաքը կերար Հայրան Աշոտի նման որ ինքը երեք հրազդան արդեն իրանականջից քաշում էին ասում էր ներողություն իրան չի ուզում գրեի ֆականուս էլ գրել է ասում Գևորգը սենսի տղա է Զանգում են իրան ասում են ինչ ես ասել Գևորգին ասում Գևորգին չի ուզում ասել ուրիշ է ուզում ասել 40 տարեկան էշ է ռուսները ոնց են մի խոսք ունեն 40 լետ ասյոլ ասլուտ հա ինչ sense մի հատ խոսք է հիմա սա է 40 տարեկան էշ իմիջալոց չամուսնացած էշ եթե էշ զուգընկեր կգտնեք Հայրյան Աշոտին ուղարկեք իսկ այն ոչխարը որ 4 երեխա ունի պետք է ամաչի իր երեխաների առաջ որ մտնում է ես էլ երեք երեխաների հայր եմ եւ ինձ այնպեսի բաներ են գրում Ճանաչեք սիրելի արցախայություն ձեր զեմլակներին թե ինչպեսի զեմլակներ եք ունացել գալուստիկ կոստյում հագած պետական բարձր պաշտոնյա բարձրաստիճան սպաներ, բայց այս մակարդակը իրանք եղել են մենտ, իրանք եղել են տականք, գործ տվող, գլխի սարքող, շան թուլեք են եղել տենց լիքը։ Արցախի կորուստն էլ ոչ մի պետությունը ման չգար, սրանց նմանների պատճառով, այդ Վազգենների, Հայրյան Աշոտների։ Ես ա գիշերը չեմ քնել, ժողովուրդ։ Ժողովուրդ, ում եմ վնաս տալիս, միտք եմ արտահայտում։ Հովանես Թումանյանը ոնց երեք ասում է միտք արտահայտել, որ մենք մեր ձեռով մեր երկիրը քանդինք, թե դրսից, թե ներսից։ Մարդը բանաստեղծ, բայց քաղաքական միտք արտահայտել։ Ինչ որ մեկը հայհոյում ասի, այ Թումանյանը ես էլ ասել։ Մեր երկիրը թուրքը քանդեց, մեր երկիրը չգիտեմ, մենք իսկապես մեր ձեռով մեր տունը քանդում ենք, որտեղ իմ արտահայտված մտքերը, որ ես միտք եմ ձևավորում, ես որ հարթակ եմ տրամադրում հանրությանը քննարկելու, մեկնաբանություններին չի համար, որ մարդիկ մտքեր փոխանակեն, քննարկեն, իրար հետ շփվեն, ես դառնում եմ բարեգործություններ, ասում մի հատ էլ ինձ մտնում են այդպիսի բաներ գրում ու անպատիժ մնում։ Խնդրում եմ իմ ընկերների մեջ ովքեր մարդիկ կա սրտացավ եւ ասում են Գևորգ թիկուն գիտեք մեկը հրազդան է մեկը չգիտեմ որտեղ է շարունակեք ձեր այն խոսքը որ տվել եք ասում եք թիկուն գիտեք այդ խոսքը պահեք չգիտեմ մի ձև արեք որ ես ինձ մենակ չզգամ ես ինձ մենակ եմ զգում ես պաշտպանված չեմ ոչ մի իրավապահ համակարգի կողմից ոչ մի պետական բարձր պաշտոնյայի կողմից խափում եմ ցաղին ասում են Գևորգը Նիկոլականը գիտեն Գևորգին ֆինանսներ են տալիս իշխանությունից ես լույսից փողը չեմ կարող հիմա տամ ես հազար մի խնդրեմ ունեմ չգիտեմ ուր հելնեմ գնամ փախնեմ Հազարով մի խնդրեմ գլխիս կուտակված ուզում էի գնայի վայնկաբադի մեինս վեստներին գնայի աշխատագոնե ծառայության որ համել աշխատավարձ ստանամ մեկ էլ հիշում եմ որ ես դեղեր եմ խմում գիշերը որ պետք է 10-ին պարկեմ քնեմ երեք չեմ դեղս խմած չեր ազդում առավոտ ժամը 6-ի կողմերն աչքս մի քիչ կպցրի հազար մի խնդրեմ հասկանում եք ես ընտանիքում խնդրեմ ունեմ ախր ֆինանսական հոգևոր առողջական հազար մի խնդրեմ ունեմ ձեր նման մի մարդ էլ ես եմ Խափում են ձեզ թե Գևորգ ֆինանսներ աստանում խոսում է, հող են տալիս խոսում է։ Ինձ ոչ մեկ փող չի տալիս իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից։ Ես իրանց հետ կապ չունեմ։ Հակառակը այնքան եք փչացրել իմ ձեր պատճառով ես ոչ թե փչացրել, այլ ես դիստանցիա եմ պահում իշխանությունից։ Երբ որ ես կարամ գնամ իշխանության հետ հանդիպեմ, գիտեմ որ իմ հանդեպ իրանք հարգանք ունեն։ Գնամ ասեմ ես սոցիալական հարցեր կա, ծրագիրը կարելի է մի քիչ վերանայած։ Այսինքն գնամ իմ հայրենակիցների խնդիրներն աջակցեմ, բայց համ Վազգենները բանը համ ինձ են խանգարում, ժողովուրդ, Արցախի լավ մարդիկ, Արցախցի լավ արցախցիներ, համ ինձ են խանգարում հանգիստ կյանքս ապրեմ, հանգիստ ես իմ գործունեությամբ Համ ձեզ եմ վնասում, ես կարայի ձեր սոցիալական ծրագրերի մասին ոչ միայն հանրային բարձրաձայնել, այլ ես ձեզ ասում եմ, չեմ թաքցնում, այո, ես կարամ դուրս գամ, թե սոցիալնախարարության, սոցիալնախարարի հետ էլ հանդիպեմ, թե կարամ պետք է վարչապետի աշխատակազմի հետ էլ հանդիպեմ, հանուն ձեր խնդիրների եւ նորմալ խնդիրների, որ
ճիշտ ձևավորեք, ձևակերպեք, ասեք Գևորգ, sense problem կա հանրային։ Եվ գիտեմ, որ կա խնդիրներ։ Որոշել եմ, որ օգնեմ։ Կողքից լավ արցախցիներ կան, ինձ ոգևորում են, լավ խոսքեր են ասում, Գևորգ, ուշադրություն մի Վազգենների վրա, արի Արցախայության վիճակը վատա օգնի, համոզում են, ասում եմ, բայց սաղանիցում են, հայհոյում են, ոնց օգնեմ, ասում են, լավ է, լավ, դերը իրանց հետ կսկսեմ կանեմ, երկու բան անում եմ, մեկ է սրանց նմանները տալիս են էլի ցեխաջրի մեջ ինձ օղում իմ գործունեությունը շեղում չեն թողում ես իմ հանրային գործունեությունը ճիշտ անեմ։ Ես պաշտպանված չեմ ոչ պետական իրավապահ համակարգի կողմից, ոչ պետական պաշտոնյաների կողմից, ոչ ընդդիմություն, ոչ իշխանություն։ Ես մենակ եմ, լրիվ մենակ եմ։ Ինձ կարող են այնպես անուղեղ շամորդիները հայհոյեն, իսկ ես չկարողամ դրա պատասխանը ստանամ։ Իսկ ես երբևիցե չեմ ասել, ես հանրային ճանաչելություն ունեմ եւ հանրայինով կարա քֆուր տա, չեմ ընդունում։ Եվ նույնը ես էլ եմ ինձ պահում։ Ես փորձում եմ օրինակել ծառայեմ հանրությանը, որ չի կարելի թիրախավորել անձերը, չի կարելի հայհոյել անձերը, չի կարելի քաղաքական գործիչներին էլ հանրային կերպով վիրավորել։ Վերջի վերջո պետք է հարգանք ձևավորենք։ Ինձանից էլ է գալիս հարգանք ձևավորելը հանրային սոցիալական դաշտերում։ Եւ ես այդ ուղղությամբ աշխատում եմ, բայց տեսեք, եկավ խանգարեց։ Ինչի համար։ Տեսացեք ես որևէ իրանց քաղաքական պապայի քֆուր տամ, վատ բան ասեմ, քֆուրով էլի անշնոր բառեր գրեմ։ Քննադատել եմ գործը, դուք էլ իմ գործը քննադատեք, ասեք միտքը չեմ կիսում։ Ես ինչ որ մեկին չեմ համոզում իմ կարծիքը։ Տեր Աստված, ես չգիտեմ ինչ անեմ, ես ինչ ժողովրդի մեջ եմ ես ապրում։ Բերել եմ գնամ աշխարհի մի ձեր կամ ինձ լուրջ եմ ասեմ, ինձ պետք է արդեն տանեն նստեցնեն ես ուրիշ կյանքով արդեն սկսեմ ապրել կամ օգնեք Եվրոպա բան եմ ուզում գնամ, որտեղ հնարավոր է դուրս գամ, օգնեք վիզա, չգիտեմ, այդ ինչ որ պետք է անել էլի ես գլուխ չեմ կոխել։ Ճիշտ երևի երկրից դուրս գալն, որովհետև իմ երկիրը Թումանյանը ոնց նկարագրել է, այդ ձև